Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք ապրեսոս, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը ոչինչ, աշխատանքային գործեր, հոգսեր, լիքը գործեր ու սենց բաներ, անձեռոցիկներ վերցնեմ ու գնանք դուրս, մաքրության գործերով եմ զբաղված, որպեսզի մի փոքր շունչ առնեմ, ուզում եմ մի փոքր ձեր հետ զրուցեմ, լսում եք ծտերի ձայնը։ Ես մի ծաղիկը սև եմ դուրս հանել, դեկտեմբերիկը, հենա, ստե հայաթից եմ այդ բիտոնը, իսաթացա, որովհետև անձրևա գալիս, կտրվեմ, նորից գալիս, ինչև է, լսում եք, տեսանյութը, տեսակ չէ, ոնց սկսեցի, տարակս բացեցի, ու մտքով այստեղ գնացի, միապ տեսեք, ինչ հետաքրքիր գթալիկ ունենք, սիրունա չէ, իմ սիրած լեզունա, դպրոցը մեն թվերին, մենք անցել ենք ֆրանսերեն, Էֆելյան աշտարակ, Ֆրանսիա, Փարիզ, շատերիս երազանքների երկիրը, ասմա մечтать не вредно, չէ, но еще и полезно, որովհետև ինչքան երազում ես, ինչքան քո մեջ սեր ու հոգի կա, ապրում ես լավին ես ձգտում, ասմա պիտի երազես, երազանքներն իրականանալու հատկություն ունեն, ուրեմն չգիտեմ ես տեսանյութը ոնց սկսեմ, բայց բուն պատճառը այսօր ուզում եմ խոսամ Ֆրանսիայից, չգիտեմ ինչի, իմ ամենամոտ ընկերուհին էլ է ապրում Ֆրանսիա, իմ լավ ու բարի հետևորդ, այսպես ասած, ինձ բարեկամ, ինձ քույր դարձած Աննան էլ է ապրում Ֆրանսիա, մի խոսքով, երազանքների երկիր է Ֆրանսիան, բայց հերը շատ են և անքննարկելի, մեզ չի կանչող կա աստծուն փառք, ուղղակի, հիմա մի քիչ կատակախառն տեսանյութ է ստացվում փաստորեն, բայց եղել է այն ինչ եղել է, գիտեք տեսակով շփվող մարդ եմ, սիրում եմ շփվեմ, ասեմ, խոսամ, ձեռ մեկնեմ, շփվեմ, մի խոսքով էլի, ինչի չէ նաև ինչ շատ եք հարցնում, բլոգերների հետ շփվում եք, բախի չէ, որ ում հետ ստացվել է շփվել եմ, ում հետ էլ կստացվի, դեռ կշփվեմ, շփումից փախչող մարդ չեմ, ու շատ նկարահանումներ էլ ունեմ, մի խոսքով չերկարացնեմ, քանի որ Ֆրանսիան կա, հլա ինձ ասեք տեսնեմ, Ֆրանսիան ապրող երկու բլոգեր գիտեմ, մեկը Տիկին Անահիտը, իր ասաթիկ մամայի հետ, մյուսն էլ Տիկին Ասյան, Տիկին Ասյան, եթե ես ճիշտ գիտեմ, մեր տարածաշրջանից է, տարածաշրջանի գյուղերից է, այդ մոռացել եմ հարցնեմ, ու այսօր որ ուզում եմ խոսամ, Տիկին Ասիայի մասին եմ ուզում խոսամ, իրան ոչ մի անգամ չեմ տեսել, ոչ մի անգամ չեմ շփվել, բայց էջերը մեկ նայել եմ, այն որ հետաքրքիր ա եղել Ֆրանսիամ ինչ-որ մի խանութ, կամ նկարահանել ա մի առևտուր, նայել եմ, կամ մեկ ինքը սիրում ա, չէ, որ արտասանի, հումորներ անի, դրանք էլ եմ նայել, երբեմն էլ նայել եմ,
երբ որ եկել է Երևան այն ատամները բուժելու ժամանակ, երբ որ գալիս էր հոկտեմբերյան Երևան բան, իրա նկարահանումներն էլ էր ինձ հետաքրքիր, ոնց է նկարահանում, ինչ ասեմ, ուր գնաց, հենց էլի իր կարծիքը, մեկնաբանելը, հետաքրքիր է, բլոգերներ կան, որ ուզում ես նայես, լսես, ինչի՞ չէ, բարձրաձայնես։ Հիմա այսօր ուզում եմ զրուցեմ հենց Տիկին Ասիայի մասին, որ արդեն իսկ զրուցեցի։ Ասեք, տեսնեմ, ովքեր են ճանաչում Տիկին Ասիային, ես դեմ առ դեմ նորից եմ ասում, չեմ ճանաչում։ Ես չգիտեմ ինքը մեր տարածաշրջանի Աքարակ գյուղից է, եթե ճիշտ գիտեմ, բայց եղբոր ընտանիքն էլ ապրում է Վանաձորում, էդ էլ գիտեմ իրա վիդեոներից։ Հիմա երեք ոնց շատերս ամեն մի բլոգեր ասում է, չէ, փնտրեք ինձ Instagram-ում, Facebook-ում, երեք Facebook-ով ավելի ջերմ ու մտերմիկ զրույց եմ ունեցել Տիկին Ասիայի հետ, ամեն թեմայից էլ խոսացել ենք, հիմնականը աշխատանքային, ասմանայդ, գիտեմ անկեղծ մարդ ես, մի հատ հարց եմ ուզում քեզ տամ, հա իդեպ ասեմ, մի անգամ մի երկար բարակ նամակ էր գրել, ես տեսել էի ու մոռացել պատասխանեմ, այդ շատ ամոթ բաներ, բայց թե ինչ անեմ, ասում ես գիտեի, որ դու չես արհամարել, ուղղակի մոռացել ես, երեք էլ ուրեմն գրել է Անահիտ ու ծիծաղել, ասում եմ վայ կներեք, ես ասմանայդ չասես էլ, քու մարդ տեսակը ես հասկացել եմ, գիտեմ, որ մոռացել ես պատասխանես, ու սենք շփվեցինք դեսից, դենից, հայից, չէից, հետո բլոգերը բլոգերի հետ որ շփվի, ինչից պետք է խոսա, իհարկե նաև իր աշխատանքից, սիրելի հետևորդներ, ինձ մի հատ սենց բան ասեց Տիկին Ասիան, ասում է, Անահիտ, բաժանորդներ ունեմ, որ ինձ բողոքում են, ասում են, որ էջդ չի բերեմ, չկա YouTube-ում, ինչ որ թե սենց բաներ, դու ինչ կասես, քեզ նմանատիպ բողոք կա թե ոչ, դե ճիշտը որ ասեմ, ես դեռ նման խնդրի հետ չեմ առնչվել, ու ես իրան ասում եմ Տիկին Ասիա, ինչ կարամ անեմ էլի ես ձեր համար, իհարկե սա գովաստ չի, սա ոչ մի բան չի, ուղղակի մեր բլոգերի հետ զրույցի բարձրաձայնելն է, ես չեմ ասում բաժանորդագրվեք, միացեք, կամ եթե ուզում եք բաժանորդագրվեք, միացեք, ինչի՞ չէ, որովհետև իր հետևորդների թիվը իմից բարձր է, բայց հետաքրքիր մի բան, սիրելի հետևորդներ, ասма ինչ դնեմ, ինչ նկարահանեմ, չի նայվում, չեն նայում, չի երևում, YouTube-ը չի բերում, օրինակ նույն բանը ինձ Մանուշակն էլ էր ասում, բայց դե Մանուշակի հետևորդների թիվը քիչ է համեմատած Տիկին Ասիայի, տեսեք օրինակ Մանուշակին էլ կարայի ասեմ Տիկին, բայց Մանուշակս նեղվում է, միգուցե Տիկին Ասիան էլ նեղվի, ասում է դու իմ քուրիկն ես, դու ինձ ասա Մանուշակ, հիմա Տիկին Ասիա ջան, եթե դուք էլ կնեղվեք, հաջորդ անգամը հաշվի կառնեմ, հիմա մի պարզ խնդրանք ձեզ, մեզ հետաքրքիր է ավելի շատ Տիկին Ասիային, դուք ովքեր որ ծանոթ են իրա էջին, YouTube-ը ձեզ բերում է ռեկոմենդացիա որպես իրա էջը, ես գրառումների բաժնում Զագրիպից կանեմ իրա էջը, ովքեր էլ որ չգիտեն, եթե կհետաքրքրի դուր կգա սիրելի հետևորդներ, այս որ թիվնա, որ պարտադրեմ կամ ինչ որ մի բան ասեմ, ես ինձ տենց իրավունք էլ չեմ վերապահի, ես ձեզ միշտ խնդրանքով եմ մոտեցել, դուք էլ են որ վիզս ծռել եմ, ձեր ամուր թիկունքն եմ տեսել, հսկայական բանակն եմ տեսել, կխնդրեի մի հատ այս տեսանյութի տակ ակտիվ քննարկենք, հասկանանք էլի, այդ կինը հասկանա իրա էջը YouTube հարթակում տեսնում եք, թե ոչ, մեր խնդրանքը էդ է, իսկ ովքեր էլ կցանկանան, կարող եք բաժանորդագրվել, իրա էջը հիմնականում առօրյային վերաբերվող էջ է,
որտեղ ներառված է եւ իր կենցաղը, եւ իր առօրյան, եւ իր գնումները, եւ իր բաղադրատոմսերը, եւ իր, այսպես ասած, երկրի կարգու կանոնները, փոփոխությունները, հնարավոր ու անհնար տարբերակները, այնպես որ խնդրում եմ, եթե կցանկանաք ձեր ժամանակից այս մի 13 րոպեն, 12 րոպեն տրամադրեք մեզ, մի հատ հասկանանք, տեսնում եք դուք Տիկին Ասիային, թե ոչ YouTube հարթակում, իսկ եթե կցանկանաք, կարող եք բաժանորդագրվել, թե գիտեք, հավանելու դեպքում լայք եք, տարածեք, իսկ ես գիտեք, որ այն ձևի մարդ եմ, եթե սա ստացվում է գովազդ, բայց զուտ ընկերական գովազդ է, անմիջական գովազդ է, մենք մի հող ու ջրի մարդիկ ենք, սա այդ գովազդն է, այո, գովազդի նման է, բայց մի խոսքով ընկերական գովազդ է, ուրիշ ակնկալիք ես չեմ էլ սպասում, դա իմը չի, ու երբ որ Տիկին Ասիային ասում եմ Տիկին Ասիա, բայց ինչի ինձ ասում եմ մեր Ֆրանսիայում ում հարցնում եմ, սաղ քեզ են նայեմ, մտքովս դու անցար, դրա համար քեզ ասեցի, շնորհակալ եմ Տիկին Ասիա ջան, ինձ վստահելու, ինձ հետևելու, ինձ լավը կամենալու համար, ես էլ կփորձեմ հնարավորինս ձևով օգտակար լինել ձեզ, սիրելի հետևորդներ ջան, խնդրում եմ գրառումներում ակտիվ եղեք, մի հատ էսկինը հասկանամ, ինչ վիճակում է իր էջը օնլայն հարթակում, սիրով կսպասենք ձեր գրառումներին, էջի լինքը կթողնեմ գրառումների բաժնի ամենավերևի մասում, զակրի պիծ կանեմ, որպեսզի բոլորիդ տեսանելի լինի, դե ինչ, այսքանով ավարտեմ այս փոքրիկ տեսանյութը և սպասեմ ձեր ակտիվ քննարկմանը, կհանդիպենք օրվա վլոգում, առայժմ